Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մինչև 3 միլիոն դրամ վարկերի տուժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում ամնիստիա։ Խոսքը գնում է միայն տուժ ու տուգանքների մասով։ Հիմա տեսեք։ Սրա մասին բանկային համակարգի մենք մեծ վերլուծություն ենք արել, կարծում եմ Աղասի Թավադյանն էլ դրա մասին ուրեմն համապատասխան այսպես ելույթ կունենա, հանդես կգա։ Այսօր մենք ունենք բացառիկ բանկային համակարգ, որ ոչ միտեղ չի եղել։ Որն է դա։ 25 թվականին մեր 17 բանկերը միասին ստացել են 435 միլիարդ դրամ զուտ եկամուտ, ասենք բաժնետերերը։ Դա նշանակում է 1.2 միլիարդ դոլար մոտավորապես, 1.2-1.3 միլիարդ դոլար։ Այսինքն առաջի անգամ մեր երկրում, իսկ առաջի երկու բանկերը խոշոր 200 միլիարդ, դրա կեսը։ Այսինքն այսօր առաջի անգամ մեր փոքր չափերով տնտեսություն ունեցող երկրում բանկի բաժնետերերը դառել են օրինական դոլարային, ոչ թե միլիոնատերեր, այլ միլիարդատերեր։ Հա նոր երևույթ է, մենք չենք կարա։ Ես չեմ ասում, դրանք բոլորը իրավական դաշտում է, այդպես բան չկա։ Բայց բանկային համակարգը արդյոք սպասարկում է, բանկային համակարգը սպասարկում է տնտեսության հատվածը, հատկապես իրական հատվածը։ Արդյոք ինտեգրված է համարժեքորեն, չէ, մենք չենք քննարկում, որ դա ոչ օրինակ։ Մենք քննարկում ենք, որ մոդելը տնտեսության, որ ես ասեցի սպառողական, ինքը չի սպասարկում երկրի զարգացումը, արտադրության, արդյունաբերության զարգացումը։ Անուններն էլ է, չէ՞, ժամանակին խորհրդային տան։ Մեկը եղել է Արշին բանկ, որ սպասարկի արդյունաբերություն, շինարարություն, մեկը եղել է Ագրոբանկ ժամանակին յուղատնտեսություն, մեկը եղել է ուրեմն սոցիալական զարգացման, այսինքն այն ժամանակ այդ ամեն ինչ բաժանված է եղել, ամեն ինչ դասակարգված է եղել։ Այսօր մենք չգիտենք, թե մեր բանկային, այսօր 7 տրիլիոն դրամի մենք վարկային պորտֆել ունենք, 7 տրիլիոն, այսինքն 11 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ընդհանուր ծավալ, 7 տրիլիոն իր համար, դա վարկային պորտֆելն է։ Այդ 7 տրիլիոնի մեջ քանի տրիլիոնն է, որ բիզնեսը սպասարկում։ Չի։ Մեծ մասը հիպոթեկային վարկեր, ես սպառողական վարկեր։ Հիմա գալիս ենք սպառողական մոդելին։ Երբ որ ասում են, որ 25 թվին աշխատավարձը աճել է 5%-ով, ես հարց եմ տալիս, սպառողական վարկերը քանի տոկոսով են աճել, 30%-ից ավել։ Այսինքն մարդը, որ նորմալ է, թե աշխատավարձը աճել է, թե ապրի։ Ինչի համար է սպառողական վարկը մեկը։ Իր ապրելու, բուժվելու, ուսման վճար տալու, չգիտեմ, տրանսպորտ նստելու, ընդհանրապես ապրելու համար։ Դա լավ երևույթ է, այդքան ծավալի։ Եվ նույնիսկ կենտրոնական բանկը մի քանի տարի առաջ խորհուրդ չտվեց, որ սպառողական վարկերը դուք էլի վերցնեք, որտեղ չէին ենթադրում, որ կարող է պոզիտիվ միտումներ լինի։ Այս առումով գոնե տուժ ու տուգանքների մասով կարծում եմ պետությունը, եռանկյունին բանկերը եւ իհարկե վարկառուները միասին պետք է այս հարցը քննարկվի եւ անպայման մարդկանց ազատագրեն այդ գոնե տուժ ու տուգանքներից, որոնք շատ մեծ են։ Հաջորդը բնականաբար պարոն Հարությունյանը հիմա կարձագանքի մի քիչ ուշ բոլոր մարզերում ստեղծել սառնարանային, պահեստային տարայավորման տնտեսություններ, այդ թվում սուբսիդավորումը աչքի տակ ունենալով։ Պետությունը յուղատնտեսության ոլորտում պետք է սուբսիդավորում ունենա։ Այդքան որ հարևան երկրների այսպես պայմանական եմ խոսում ենք, այն մեծ երկրում, որ կողքի կա Թուրքիայում, 80% սուբսիդավորում կա գյուղացիական, 80%, եւ ինքը իր սահմանները փակապան բարձր մաքսատուրք է, որ ուրիշ տեղից գյուղատնտեսական այո, արտահանումն էլ է սուբսիդավորում, հա։ Եվ սա մենք պետք է հասկանանք, թե ոնց պետք է եւ պաշտպանենք մեր գյուղացուն եւ ոնց պետք է խթանենք։ Մենք, երբ որ պարոն Մանուկյանն էլ է այստեղ, պարոն Կոստանյանը, պարոն Հարությունյանը, մեր գյուղաբնակ համայնքների ուրեմն ներկայացուցիչները այդ մեր հանդիպումների ժամանակ մեկ կարևոր բան էին ասում. նախորոք խնդրում ենք մթերողները կնքեն պայմանագրեր։ Մեկ, եւ որ կաթի գինը ավելի էժան է, քան ջրի գինը։ Սա ոնց որ տպավորվում է։ Եվ այս առումով այս ամեն ինչը, այս լոգիստիկ համակարգը պետք է պետությունը սուբսիդավորվի, ոնց որ ասեցի, ամեն մարզում մի արդյունաբերական գոտի, որպեսզի մարզի ներդրումային ներուժը հավաքագրվի տեղ եւ ներդրումներ կլանվի, նույնը պետք է այստեղ լինի։ Դուք գիտեք, որ պարոն Ծառուկյանը Վարդենիսում արդեն սա իրականացրել է որպես մասնավոր անձ բնականաբար, բայց սա պետք է բոլոր մարզերում լինի եւ պետությունը պետք է սուբսիդավորի։ Տեսեք, շուկաները մեր մոտ, Հայաստանը փոքր չափերով երկիր է, եւ Հայաստանում մրցակցային միջավայրը, ով որ ինչ գրավել է, ով որ ժամանակին ինչի արդեն տեր է դարել, տենց էլ մնում է։ Օրինակ, երբ որ մենք նախկինների հետ կապված ասում ենք
ներդրումները քվոտավորված էին, այս սերեններ, այս բենզինը սա պետք է բերել է մեկը բան։ Իսկ դուք կարծում եք, որ հիմա 18 թվից հետո նոր խաղացողներ են հանդես եկել։ Ոչ։ Ընդունենք, եթե մենք ցանցային սուպերմարկետներ ունենք, ձեզ հայտնի, անունները չեմ ասելու։ Ընդունենք, մենք ուզում ենք ինչ-որ բան ներկրենք։ Որտեղ պետք է իրացնենք։ Գյուղական խանութներ կիլո պետք է գնանք ապրանքները տանք, այս սուպերմարկետները իրանք են ներկրում։ Եվ մի շատ կարևոր բան եմ ասելու այսօր։ Չի փոխվել 18 թվականից հետո նշանակական մոդելն էլ չի փոխվել։ Հայաստան տարեկան ներկրվում է ուշադրություն, տարեկան 95,000 տեսակի տարբեր ապրանքատեսակներ։ Ապրանք որ ասում եմ 12 նիշանոց դասակարգում կա, ամենամանր դասակարգման ռեժիմով։ Այդ 95,000-ից ոնց որ 16-17 թվին բերում էին 20-22 ներկրող։ Հիմա նույն այդ թիվն է, նույն մարդիկ են ներկրում։ Այդ 60-65,000 ապրանքան։ Ոչ մի բան չի, այ որովհետև այդ իրացման ցանցերը, առևտրի մանրածախ ցանցերը, դու չես կարող նոր խոշոր ցանցեր չեն կարող առաջանալ։ Նոր ընդունենք բենզալիզկավորման կետեր շատ չեն կարող խաղացողները փոխվեն մեջի, բայց նորերի տեղ չկա, մենք փոքր չափերով երկիր ենք, եւ դրա համար եւ կամ նոր սպայկաներ չեն առաջանում։ Հարց չեք տալի այդ լոգիստիկ համակարգը, ինչա մեր այդ սպայկա։ Ինչի նոր խոշոր լոգիստիկ որտեղ տեղ չկա։ Այդ տեղը գրաված է, շատ բարդ է մտները։ Սա նշանակում է, որ սա էլ մոդելի խնդիր է տնտեսական զարգացման, մրցակցային միջավայրը թույլ չի տալի, որ նոր ներդրողները կարողանան ազատ գան եւ ուրեմն այդտեղ աշխատեն։ Եվ վերջապես հիմա միջև բացելը ուշադրություն, այստեղ 10-րդ կետը։ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է դառնա անվճար։ Կարակրից ոնց անվճար, բայց որ վճարում են, դասախոսներին աշխատավարձ են տալի, այդ բուհերը զարգանում են, բան, այդ ինչի աշխատի պետք է լինի։ Եկեք Ժորժ ջան, մի հատ փոքրիկ հաշվարկ անենք։ Հայաստանում կա մոտ շուրջ 60,000 ուսանող։ Ամեն միավոր ուսանողի հաշվով ես վերցնում եմ 500-ից 600,000 դրամ։ Միտեղ վարձերը բարձր է, միտեղ ցածր է, ընդ որում մենք չգիտենք, թե այդ 60,000-ից հեռականները ինչքան են, որոնք որ տարին 1-2 անգամ են գալի։ Մեզ ընդամենը պետք է 35-ից 40 միլիարդ դրամ, որպեսզի մենք կարողանանք այդ թիվը վերցնենք եւ բարձրագույն կրթություն դարձնենք անվճար, ոնց որ Վրաստանը հայտարարեց եւ անում է։ Սա քաղաքական հարց է։ Սա տնտեսագիտական հարց չի։ Սա քաղաքական հարց է, որպեսզի ուրեմն պետությունը գնա իր երիտասարդների տեր կանգնելու, որտեղ մենք ինչ ենք տեսնում, այդ որ Երևան մարզեր ասեցի։ Մարզերից երեխաները գալիս են սովորելու, ուրեմն մեկը տեսնում ես կամ ուշ եկավ, կամ շուտ է գնում, խնդրում է, որ ինքը աշխատում է, եւ իր վճարը չի կարողանում վճարել։ Ժորժ ջան, կարանք շատ հետաքրքիր բաներ ասենք պետությունը 0%-ով վարկ տա, հենց որ ավարտի աշխատի հետ կտա, չէ, եղբայր դարձրու անվճար։ Բայց այդ գումարի դեպքում մասնավորներ ուրեմն։ Դե այդ քննարկելի է, իհարկե, պետք է տեղել ինքն պետք է ինչ-որ բան սուբսիդավորել, հավասար պայմաններ։ Խոսենք, հավասար պայմաններ։ Սա թեզա, որ ես չեմ ասում սա տնտեսագիտական հարց է, բայց սա լուրջ քաղաքական հարց է, որտեղ գիտություն կրթության համակարգը, գիտության ոլորտը այստեղ շատ չեն խոսում, այդ բոլորը պետք է համապատասխանեցվի նոր տնտեսական քաղաքականությանը եւ կադրերներ պետք է առաջանցիկ պետք է պատրաստեն։ Ոչ թե դու պետք է մոդելը ասես զարգացնում եմ, բայց հələ կադրերը չես պատրաստել։ Դու պետք է առաջացիկ կադրային բազա ստեղծես։ Երևի թե այսքանը